Եթե ուզում եք զարմացնել ձեր հյուրերին, ապա եկեք միասին պատրաստենք սմբուկով աղցան, որը կզարդարի ձեր թե տոնական և թե առօրյա սեղանը։ Հիմնական բաղադրիչները լինելու են լոլիկը, սմբուկը, հազարի թերթիկները և պանիր ֆետա։ Նախ սմբուկները լավ լվանում ենք, ապա կտրատում ենք օղակաձև և յուրաքանչյուր օղակը բաժանում ենք 4 հավասար մասերի։ Անում ենք այնպես, ինչպես ցույց եմ տալիս վիդեոխոլովակում։ Ապա արդեն իսկ կտրատած սմբուկները տեղափոխում ենք ավելի խորը տարայի մեջ, վրան մի փոքր աղ ենք անում, խառնում ենք ձեռքերի օգնությամբ և թողնում մոտ 10 րոպե։ 10 րոպե անց վրան ավելացնում ենք 2-ից 3 ճաշի գթալ ալյուր և խառնում ենք այնպես, որ սմբուկը ամբողջությամբ պատվի ալյուրով։ Հետո շատ տաք ձեթի մեջ ավելացնում ենք քիչ-քիչ մեր սմբուկները և տապակում ենք այնքան, մինչ այն երկու կողմից կարմրի։ Դուք կարող եք սմբուկները տապակել թավայի մեջ, ես արել եմ կաթսայի մեջ, քանի որ այն խորն է ավելի։ Արդեն տապակված սմբուկները տեղափոխում ենք անձեռնոցիկի վրա և թողնում մոտ 2-ից 3 րոպե։ Խորհուրդ եմ տալիս սմբուկները իրար վրա չդնել, որպեսզի նրանք չդառնան փափուկ։ Իսկ մինչ այդ մենք կտրատում ենք լոլիկները միջին չափի։ Եվ աղցանի ամենաերկար պրոցեսը պատրաստ է, անցնում ենք աղցանի հավաքելուն։ Հազարի թերթիկները ձեռքերի օգնությամբ բաժանում ենք մասերի և դնում ենք մի փոքր խորը տարայի մեջ։ Հետո ավելացնում ենք մեր տապակած սմբուկները, կտրատված լոլիկները և պանիր ֆետան։ Վերջում մեր աղցանը պատում ենք բալզամիկ քացախով և մատուցում։ Աղցանը խորհուրդ եմ տալիս պատրաստել մատուցելուց անմիջապես առաջ։